Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում կրկին ռևոլյուցիան է։ 2017 թվականը նախընտրական տարի է եւ արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրությունները կայանալու են ապրիլի 2-ին։ Ամանորից առաջ նաեւ այս օրերին ակտիվ քննարկումներ, բանակցություններ են տեղի ունենում հայաստանյան քաղաքական դաշտում նախընտրական դաշինքների ձևավորման շուրջ։ Միևնույն ժամանակ կան քաղաքական ուժեր, որ այս ընտրություններին պատրաստվում են մասնակցել միայնակ առանց դաշինքների, այլ քաղաքական ուժերից է հայկական վերածնունդ վերանվանված օրինաց երկիր կուսակցությունը, որի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ այսօր մեր տաղավարում կզրուցենք քաղաքական դաշտին հուզող բազմաթիվ խնդիրների մասին։ Արթուր Բաղդասարյան ծնվել է 1968 թվականին Երևանում, ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1985-ից 86 թվականներին ընդունվել եւ ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի իրավագիտության կուրսերը, 1986-ից 92 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1988-ից 89 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, 1989-ից 93 թվականներին աշխատել է Ավանգարդ թերթում որպես թղթակից, ապա բաժնիվարիչ, այնուհետև խմբագրի տեղակալ։ 1992 թվականի սեպտեմբերին ընտրվել է Շենգավիթի շրջանի խորհրդի падգամավոր, 1993 թվականին ընտրվել է շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1995 թվականին մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր, 1994-ից 97 թվականներին սովորել եւ ավարտել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիան գերազանցության դիպլոմով, 1995 թվականին ստացել է իրավագիտության թեկնածուի, 97 թվականին իրավագիտության դոկտորի եւ 1998 թվականին պրոֆեսորի կոչում, 1995 թվականի սեպտեմբերին ընտրվել է Հայաստանի իրավագետների եւ քաղաքագետների միության նախագահ, 1997 թվականին հիմնադրել է Օրինաց երկիր կուսակցությունը, 1998 թվականին ընտրվել է կուսակցության նախագահ, 1998 թվականին ընտրվել է ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1999 թվականին մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ազգային ժողովի падգամավոր, ձևավորել է Օրինաց երկիր խմբակցությունը, որի ղեկավար է ընտրվել 1999 թվականի սեպտեմբերին, 2003 թվականին գլխավորելով Օրինաց երկիր կուսակցության համամասնական ցուցակը ընտրվել է падգամավոր, 2003 թվականին ընտրվել է ազգային ժողովի նախագահ, 2006 թվականի մայիսի 29-ին հրաժարական է տվել ազգային ժողովի նախագահի պաշտոնից, 2007 թվականին Օրինաց երկիր կուսակցության համամասնական ցուցակով կրկին ընտրվել է падգամավոր եւ գլխավորել համանուն խմբակցությունը, 2008 թվականի նախագահական ընտրություններում Օրինաց երկրի կողմից առաջադրվել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, 2008 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ 2014 թվականին հրաժարական տվել, 2000 թվականից Հայաստանում ֆրանսիական համալսարանի հոգաբարձումների խորհրդի նախագահն է, 2002 թվականից Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձումների խորհրդի նախագահը, 2013 թվականին Մոսկվայում ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիայի հոգաբարձումների խորհրդի նախագահ, 2013 թվականի սեպտեմբերի 19-ին ընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, պարգևատրվել է Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Ավստրիայի, Ղազախստանի պետական բարձր պարգևներով, շքանշաններով եւ մեդալներով, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի շքանշանով, Համաշխարհային խորհրդարանական միության, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պարգևներով, 2011 թվականին պարգևատրվել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի մեդալով, 2012 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի բարձր շքանշանով, 2013 թվականին պարգևատրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բարձրագույն պարգևով, մեդալով, 2014 թվականին ընտրվել է ռուսական խոշորագույն Ռոսնեֆտս Իտերա եւ ՄՏՍ ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ, 200-ից ավելի գիտական եւ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, տիրապետում է ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին, ամուսնացած է, ունի 3 զավակ։
Բարի երեկո, պարոն Բաղդասարյան, շնորհակալ եմ կրկին մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Բաղդասարյան, ի վերջո արդեն որոշակիացվել է ձեր կուսակցության համար ինչ ձևաչափով եք մասնակցելու դաշինքով, թե միայնակ, որովհետև բոլոր քաղաքական ուժերը, այսպես նաև լրահոսում ենք տեսնում, արդեն բանակցում են, հայտի դաշինք կա, նշվում է, որ այս կամ այն դաշինքի հետ հնարավոր է համագործակցություն, բայց ձեր կուսակցության կողմից դեռևս չկա որևէ բան, նաև հետաքրքիր է մի բան, որ որևէ մեկը չի նշում, որ բանակցում է դաշինք կազմելու համար։ Հայկական վերածնունդը դա ինքը կուսակցությունների յուրօրինակ միավորում է արդեն, որովհետև հայկական վերածնունդը դա միավորում է շուրջ 200 կուսակցություն, հասարակական կազմակերպություն, քաղաքացիական նախաձեռնություն եւ սա արդեն իր բովանդակության մեջ մի յուրօրինակ դաշինք է իրենից ներկայացնում, որովհետև շատ դժվար է 200 տարբեր առաջնորդների, կապ չունի դա նույնիսկ եթե հասարակական կազմակերպություն, այսօր շատ հասարակական կազմակերպություններ կան, որ շատ ավելի ակտիվ են, քան որոշ կուսակցություններ։ Համենայն դեպս մեզ հաջողվել է արդեն 1 տարի է ուրեմն գործում է հայկական վերածնունդ կուսակցությունը, ինչ վերաբերում է ինչպիսի ֆորմատով կմասնակցենք ընտրությունների, մենք նույնպես բանակցային գործընթացի մեջ գտնվում ենք, մենք կողմ ենք լայն հասարակական քաղաքական կոնսոլիդացիայի, տարբեր քաղաքական ուժերի գործիչների հետ պարբերաբար հանդիպումներ լինում են, եւ մնացածը ցույց կտա ժամանակը։ Այսօրվա դրությամբ մենք չունենք քաղաքական որոշում ընտրություններին մասնակցելու դաշինքով կամ առանց դաշինքի։ Այո, ամենայն հավանականությամբ մեր քաղաքական կազմակերպությունը կմասնակցի ինքնուրույն, բայց բոլոր դեպքերում, ինչպես ասում են, ժամանակից առաջ չընկնենք, դեռևս քաղաքական գործընթացներ տեղի ունենում են։ Պարոն Բաղդասարյան, այնուամենայնիվ ուզում եմ խոսենք Վանաձորի ընտրությունների մասին, որովհետև մեր տաղավարում այնուամենայնիվ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը եւ Լուսավոր Հայաստանի նախագահը եղել են եւ անդրադարձել են այդ ի վերջո արաբականի 4 ավականների քվեարկությանը, որը այս վիճակին հանգեցրեց։ Նախ ինչու որոշվեց այդ թեկնածուն, հա, Վանաձորում, որովհետև հայտնի էր որպես քրեական անցյալով կամ ներկայով մարդ, հա, որը հետագայում նաև պատմության մեջ ընկավ։ Ինչու հայկական վերածնունդը կանգ առավ այդ թեկնածուի։ Արկադի Փելեշյանը քրեական հեղինակություն չի եղել։ Ես ասում եմ մամուլի հրապարակումներից եւ այն միջադեպից, որը եղել էր եկեղեցականի հետ։ Ձեր մասին են շատ բան հրապարակում, մեր մասին են, բոլորը ճիշտ չի։ Այսինքն ձերբակալվել էր, չէ՞, մարդը, բերման էր ենթարկվել։ Նա չի ձերբակալվել, նա ուրեմն ընկել է մարդը տհաճ պատմության մեջ, որի հետ կապված մենք մեր գնահատականը դիրքորոշումը տվել ենք, անցել գնացել է 1000 մարդ 1000 պատմության մեջ, Աստված ոչ անի, վաղն էլ դուք մի վատ պատմության մեջ չընկնեք, կյանք է, բայց ասել, որ Արկադի Փելեշյանը եկեղեցականին ծեծելը դա բան է, եկեղեցականին ծեծելու, ես այսօր չեմ եկել ձեր հյուր խոսելու դա մի մաս է, չէ, որի մասին մենք 100 անգամ, 1000 անգամ խոսել ենք, Արկադի Փելեշյանը մասնակցել է ընտրություններին, հավաքել է 6000-ից ավելի քվեներ, դա Արկադի Փելեշյանի անձի հանրային գրատականն է Վանաձոր քաղաքում։ Հասկանում եք, կոնկրետ նա գլխավորել է այդ ցուցակը եւ հավաքել է այդքան քվե։ Եղավ։ Արկադի Փելեշյանն էլ ես կարծում եմ, որ ինքը այսօր էլ շարունակում է հեղինակություն վայելել իր համակարգացների շրջանակում, իսկ այդ տհաճ միջադեպը, որ եղել է, մարդիկ հանդիպել են նույն եկեղեցականի հետ, նրանք եկել են համաձայնության, թյուրիմացությունը հարթվել է եւ Աստված տա, որ նման թյուրիմացություններ, նման տհաճ դեպքեր կամ միջադեպեր որևիցե մեկի չկա։ Աստված տա չլինեն էլ այդպեսի ես չէի դա անվան իհարկե տհաճ միջադեպ, այնուամենայնիվ այդ դեպքով պայմանավորված նաև քննարկումներ եղան, ինչու՞ չէ նույն այն մարդկանց կողմից, որոնք են քաղաքական ուժերի կողմից, ակնարկներ եղան, որ գինը բաց թողնելու, Փելեշյանին բաց թողնելու գինը եղել է այն, որ քվեարկել են 4-ը կողմ են քվեարկել հանրապետականի թեկնածուին։ Հիմա սա կարա դառնա քաղաքական քննարկման նյութ։ Ինչու Բարգավաճ Հայաստանը անդրադառնում է Լուսավոր Հայաստանը։ Ուրեմն հայկական վերածնունդը բազմիցր է անդրադարձել եւ մենք անբարոյականություն ենք որակել բոլոր այն մարդկանց քայլերը, ովքեր խախտել են քաղաքական հուշագիրը։ Հիմա անդրադառնամ ինչ էր նշանակում եւ ինչու պետք է հայկական վերածնունդը անպայման կողմ քվեարկեր այդ համաձայնագրին։ Նախ առաջինը, որովհետեւ այդ համաձայնագրի իրականացման արդյունքում մեր թեկնածուն դառնալու էր համաձայն ստորագրած հուշագրի Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ։ Այսինքն մեր ավականի այդ 5 անդամները առնվազն ապուշ չէին,
որպեսզի իրանք գնային եւ քվեարկեին, որպեսզի իրենք մասնակից չլինեին քաղաքի կառավարման մեջ։ Սա մեկ, երկրորդը Արկադի Փելեշյանի այդ գործի առիթով հարուցված քրեական գործով, որը կասեցվեց ընթացքում, որտեղ կողմերը եկան հաշտության, նախատեսում է ընդհանրապես տուգանք, այսինքն տուգանք վճարելու համար, հա, ինչ որ քաղաքական հարցը քաղաքականացնել կամ քաղաքական առևտրի տիրույթ տեղափոխելը, մենք արդեն քանի որ հարցը դուք նոր եք տալիս, բայց մի 50 անգամ այդ հարցը տրվել է, 100 անգամ էլ պատասխանվել է եւ բազմաթիվ եթերներում եւ հեռուստատեսությամբ։ Այսինքն դա նույնպես իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Մեր ավականու անդամները քվեարկել են հստակ, ինչու, որտեղ ստորագրվել է քաղաքական փաստաթուղթ, որտեղ նույն այդ ավականիները դառնալու էին Վանաձորում իշխող քաղաքում կառավարող գործառույթներ ունեցող անձիկ եւ այդ մարդիկ ոչ մի պատճառ չունեին գնալու եւ այլը քվեարկել։ Հիմա ով է քվեարկել։ Մենք բոլորի այն մարդկանց, ովքեր չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները, ես այդ մարդկանց դատապարտում եմ եւ հրապարակայնորեն դատապարտել եմ նաեւ։ Բայց գիտեք ինչ կա, մենք չգիտենք ով է դա եղել։ Ով էր որ եղել է, դա կատարել է ոչ բարոյական քայլ մեղմ ասած։ Սա է մեր հստակ Բարգավաճ Հայաստանն ասում է մենք նշան ենք արել, մերոնք նշան են արել։ Լուսավոր Հայաստանինն էլ թեկնածուն քաղաքապետ է։ Մեր թեկնածուն էլ առաջի տեղակալներ, վատ է։ Այսինքն քաղաքապետ մեկն էր, առաջի տեղակալ էլ մյուսն էր։ Իսկ նշումների ու նշանների մասին համապատասխան նշաններ նաև արել են հայկական վերածննդի անդամները։ Այդ մասին բազմիցս մամուլում գրվել է։ Այդ պատմությունից արդեն բավականին ամիսներ են անցել։ Եվ քանիցս այդ մասին գրվել է, եւ նույն նշանների մասին, եւ հետո ի վերջո այդ մարդիկ իրենց դեմ չէին քվեարկել, որտեվ Քրիստ Մարուքյանը, որպեսի դառնար քաղաքապետ, դա եղել է մեր քաղաքական թիմի որոշումը։ Մենք ստորագրել ենք այդ փաստաթղթը, որովհետև նրանք դառնալու են քաղաքում կառավարիչներ։ Այսինքն, եթե Քրիստ Մարուքյանը կլներ քաղաքապետ, մեկն էլ կներ առաջի տեղակալ։ Պարոն Բաղդասարյան, հիմա լուծումը ո՞րն եք տեսնում։ Փաստորեն 3 քաղաքական ուժերը դիմել են կառավարություն, որպեսզի նոր ընտրություններ անցկացվեն։ Նախ ինչ սպասելիքներ ունեք, որ փաստորեն համաձայնություն եք տվել, որ դիմել է Լուսավոր Հայաստանը, եւ լուծումը որը պետք է լինի։ Գիտեք ինչ կա, օրենքը հստակ սահմանում է, որ կառավարությունը կարող է նշանակել ընտրություններ։ Դա կառավարության իրավասության մեջ է։ Դրա համար մենք որպես քաղաքական կազմակերպություն մինչև հունվարի 10 ժամկետը լրանալը մենք քանիցս հայտարարել ենք, որ մենք կողմ ենք այդ գործընթացին։ Հիմա խնդիրը կառավարության իրավասության տիրույթում է, թե ինչպիսի քաղաքական որոշում կկայացնի կառավարությունը։ Բայց եթե ընտրություններ չունի, անընդհատ այս քաշքշոցը շարունակվելու, հա, բոյկոտը ստացվում է այդպես։ Հիմա գործող կամ պետքա գա նոր ազգային ժողով, նոր օրենք ընդունի, օրենքի օրենսդրության մեջ փոփոխություններ տեղի ունենան, դա արդեն ապագայի խնդիր է։ Ժառանգություն կուսակցության որոշ անդամներ հայտարարում են, որ հանրապետական կուսակցության հաղթանակը կանխելու միայն մեկ հնարավորություն կա միավորվել բոլոր ընդդիմադիր ուժերով, որպեսզի ընտրությունները լինեն սևի եւ սպիտակի միջև։ Կիսում եք այս մոտեցումը, թե չէ, հնարավոր է, որ ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի ի վերջո։ Մենք ողջունում ենք հասարակական քաղաքական կոնսոլիդացիայի յուրաքանչյուր փորձ։ Այդ տեսեք, հիմա 3 կուսակցություն հայտարարել են դաշինք ստեղծելու մասին։ Մենք ողջունում ենք այդ դաշինքը։ Այսօր հայ ժողովրդի 90%-ը ընդդիմություն է։ Այդ ընդդիմության ընդդիմադիր ժողովրդի շահերը սպասարկում են տարբեր ընդդիմադիր կուսակցություններ։ Բոլորը միտեղ հնարավոր է որ հավաքվեն։ Ես դա դժվարանում եմ ասել, հազիվ թե ինչու, որովհետև քաղաքականությունը նաև շատ-շատերի համար իրենց հավակնությունների դրսևորման, իրենց քաղաքական շահերի սպասարկման որոշակի հնարավորությունները եւ այսօր սարսափելի ոչինչ չի լինի, եթե բոլորը չմիավորվեն, լինել տարբեր բևեռներ նաեւ եւ յուրաքանչյուրը ներկայացնի իր տեսլականը, իր մոտեցումը։ Իմ համար կարեւորը նա է, որ մենք արդեն իսկ նաեւ ես իմ ելույթներում եւ բազմաթիվ այլ գործիչներ հասարակության մեջ արմատացրել են այն մտայնությունը, որ Հայաստանում չի կարող մի կուսակցություն լինել միշտ ընդդիմություն, մի կուսակցություն միշտ լինել իշխանություն։ Հենց ընտրություններն են որոշում, որ կուսակցությունն է դառնում իշխանություն, որ կուսակցությունն է դառնում ընդդիմություն։ Այնուամենայնիվ, եթե Գագիկ Ծառուկյանը որոշի մասնակցի ընտրություններին, որը կլինի ձեր դիրքորոշումը եւ արդյոք սա լուրջ մարտահրավեր չի լինի առաջին հերթին ձեր կուսակցության համար, որովհետեւ Բարգավաճ Հայաստանի եւ հայկական վերածնունդի ընտրազանգվածները ինչ որ իմաստով նույնն են։
Ամենևին ոչ մի մարտահրավեր չի կարող լինել, մեր ընտրազանգվածները յուրաքանչյուր կուսակցության կարող են եւ նույնը լինել եւ տարբեր։ Եվ մենք դա դիտարկում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության տեսանկյունից եւ Գագիկ Ծառուկյանի դա նրա իրավունքն է մասնակցել ակտիվ քաղաքական գործընթացներին։ Մենք կարող եմ ասել, որ մենք ունենք բավականին նորմալ գործընկերային հարաբերություններ եւ քաղաքական առումով Բարգավաճ Հայաստանի հետ եւ միջանձնային առումով, այնպես որ մենք ոչ մի դա ամեն մի կուսակցության որոշումն է եւ յուրաքանչյուր գործչի իր մասնակցության։ Ձեր հնարավոր համագործակցությունը, այսինքն համարում եք, մենք բազմիցս համագործակցել ենք տարիներ շարունակ տարբեր հարցերի շուրջ։ Մենք ընդգծված քաղաքական ինչ որ տարաձայնություններ չենք ունեցել, առավոտյան նաեւ ժողովի մեր խմբակցությունների գործունեություն։ Իսկ այն, որ ընտրություններին առաջիկա մասնակցելու են նաև եւ Վարդան Օսկանյանի ղեկավարած կուսակցությունը եւ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը միացել է Երրորդ Հանրապետություն կուսակցությանը, այսպես ասած, եւ հայտարարել, որ քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալելու։ Նրանց դեպքում ինչպիսին կլինի համագործակցությունը եւ առհասարակ ինչ ուզում եմ հարցնել որպես նախկին պաշտոնյայի, որ բարձր պաշտոններ է զբաղեցրել, ինչպես եք վերաբերվում տարիներ շարունակ պաշտոններ, ընդ որում շատ որոշիչ պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաները, երբ որ դառնում են ընդդիմադիր, հնարավոր է այնուամենայնիվ լինել լիարժեք ընդդիմադիր ու հասարակությունը ընդունի այդպիսին։ Հասարակությունը տեսնում է, ճանաչում է բոլորին եւ կայացնում է իր որոշումը։ Իսկ ինչ վերաբերում մարդը եղել է պաշտոնյա, կարող է լինել, իհարկե կարող է լինել։ Ֆրանսիայում նախագահ էր մարդը 5 տարի, հետո դարձավ ընդդիմություն։ Նույնը Բելգիայում, նույնը Գերմանիայում, նույնը Խորվաթիայում։ Հաշվի առնելով այն քաղաքական համակարգը չեն կարող համեմատել, էլի, քաղաքական համակարգը նայած որ դեպքերում։ Երբ որ կուսակցական համակարգը, ինստիտուտները, այդ բոլոր քաղաքական ինստիտուտները աշխատում են լիարժեք, իսկ Հայաստանը մի քիչ այլ է, ասենք, նեղանում են ինչ-որ հարցից, ասենք, ուզում են վարչապետ չեն տալիս, հետո բանա լինում, ուզում է գնա այլ պաշտոն, դա կարող է լինել անձերի դեպքում, ես խոսում եմ քաղաքական համակարգերի մասին, անձերի դեպքում կարող է լինել նեղացվածություն, քաղաքական կառույցների դեպքում, հա, քաղաքական մարդկանց մասին չի կարող լինել, դրանք ակնհայտ քաղաքագիտական պարզագույն կանոններ են, այսինքն ես վերցնում եմ մեր վրա, ես եղել եմ ազգային ժողովի նախագահ, հո իմ սիրուն աչքերի համար չեմ եղել, քվե եմ հավաքել, դարձել եմ ազգային ժողովի նախագահ, ունեցել եմ տարաձայնություն, դուրս եմ եկել։ Հետո նորից մասնակցել, այսինքն իմ որոշումները եղել են քաղաքական բնույթի։ Ես ոչ թե մեկը ինձ պաշտոնյան նշանակել, լավություն արել, ես էլ նեղացել դուրս եմ եկել, ես քաղաքական որոշում եմ կայացրել։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Եվ մենք բոլորս պետք է հասկանանք մի բան, որ ընտրությունը պետք է որոշի Հայաստանի ապագա իշխանությունը։ Հիմա տեսեք, այսօր տարածում են լուրեր, որ Աշոտի ընտրությունն է, կամ չգիտեմ, Վալոդի ընտրություն, ներողություն, այս ընտրությունները այս երկրի համար ունեն ֆունդամենտալ նշանակություն։ Ոչ թե մենք ընտրում ենք թաղի տղա, մենք այս ընտրություններով ձևավորում ենք Հայաստանի բարձրագույն քաղաքական իշխանություն։ Մենք ընտրում ենք Հայաստանի ապագա նախագահին, վարչապետին, պետական կառավարման համակարգը։ Հասարակությունը, ես վստահ եմ, այս քարոզարշավի ընթացքում էլ մարդիկ կհասկանան, որ մենք ոչ թե թաղի տղեկի ենք ընտրում, այլ մենք ընտրում ենք երկրի բարձրագույն իշխանությունը, եւ երկրի բարձրագույն իշխանությունը ձևավորելու գործընթացին մասնակցում են քաղաքական ուժերը։ Հիմա մեկը նախկինում եղել է իշխանավոր, այսօր որոշել է դառնալ կուսակցական գործի։ Արեք մենք տանք մարդկանց հնարավորություն, թող յուրաքանչյուրը ներկայացնի իր տեսակետները, իր ծրագրերը։ Ի վերջո բոլորը բոլորին ճանաչում են եւ կարող են շատ լավ գնահատականներ։ Իսկ հնարավոր համագործակցություն այդ երկու քաղաքական ուժերի հետ։ Գիտեք, Սաթիկ ջան, մենք ընդհանրապես համագործակցություն ոչ մեկի հետ չենք բացառում։ Համագործակցությունից հրաժարվելը մեծ խելքի նշան չէ։ Պետք է բոլորի հետ էլ մենք համագործակցենք, եթե կան ընդհանուր նպատակներ, ընդհանուր չէ։ Մեր ընդհանուր գլոբալ նպատակը որն է, որովհետեւ Հայաստանում իսկապես փոփոխություն տեղի ունենա։ Տեսեք, ես իմ պաշտոնները ունեցել եմ, ձեր ասած բարձր պաշտոնները, չէ՞, ինձ ոչ մեկ չի ասել, լսի, արի դու քո պաշտոններից դուրս արի։ Բայց ես ունեցել եմ քաղաքական նպատակներ, երազանքներ։ Ոչ մեկ չի կարող իմ ձգտումների ու երազանքների վրա բռնություն գործադրել։ Դա իմ ձգտումներն են եղել, իմ երազանքները, իմ երկիրը տանել առաջ, ավելի լավը տեսնել։ Չեմ կարողացել եղբայր։ Դա նաև նախագահ դառնալ, հետագայում վարչապետ դառնալ, դա էլ է քաղաքական երազանք։ Ասում եմ, pourquoi pas, այո,
Մենք ունենք պասկը բոլորին այլ է այս դեպքում, ինչու ոչ, այո, մենք քաղաքական գործիչներ ենք, մենք ուզում ենք իրական իշխանություն, մեր ազգի խնդիրները լուծելու են, դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա, ոչ մի վատ բան չկա։ Բա մարդիկ ինչի են մասնակցում ընտրությունների։ Այսինքն մենք մասնակցում ենք ընտրությունների, որ դառնանք ընդդիմություն, ոչ։ Մենք մասնակցում ենք ընտրությունների, որպեսզի ունենանք իրական իշխանություն, մեր ծրագրերը կյանքի կոչել։ Մենք ունենք ծրագրեր, հասկանում եք, կարող է մեր գաղափարների գրավչությունը որոշներին դուր չգա, բայց դա չի նշանակում, որ նրանք կարող են կասեցնել մեր ընթացքը։ Մենք ձգտումներ ունենք, մենք պայքարում ենք, որպեսզի մեր ծրագրերը կյանքի կոչենք։ Այսօր մենք համոզված ենք, որ Հայաստանում բազմաթիվ բան շատ արագ կարելի է փոխել, բայց մենք չունենք այդ հնարավորությունը։ Մենք հասարակությանը, ազգին, ասում ենք, Ժորժ ջան, մենք ունենք այս մոտեցումը, այս տեսակը։ Կվստահեն, կաջակցեն, կգնանք կանենք։ Չենք վստահի, կունենանք աջակցության այն չափը, որ ունեցել ենք Քավլիցի։ Հիմա եթե կոալիցիայի հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու իրավիճակ ստեղծվի, ինչ է կանելու, որ պայմանների դեպքում կհամագործակցեք, որտեղ հենց կոալիցիոն համագործակցությունն էլ պատճառ եղավ, որ դադարեցրեցիք, չէ՞, այսպես ասած համագործակցությունը։ Ուրեմն մենք քաղաքական համագործակցության դռները մեզ համար միշտ բաց են։ Մենք կոալիցիա կկազմենք ցանկացած կուսակցության հետ։ Միայն մի դեպքում, եթե մենք կունենանք որոշումների վրա իրական ազդեցություն։ Ինչ է դա նշանակում։ Նախարարական բավարար փոխումներ եւ այլն։ Խոսքը պաշտոնի մասին չէ։ Մենք տեսեք, քիչ պաշտոն չէ։ Պաշտոնը, գիտեք, մի բան է, որոշում կայացնելու վրա իրական ազդեցությունը մեկ այլ բան։ Տեսեք, դուք այս լսարանի որոշում կայացնող եք, այսպես դուք եք որոշում ինչ հարցեր եք տալիս, ես էլ պատասխանում եմ ձեր հարցերի։ Երկրում որոշումների կայացման վրա իրական ազդեցությունը նշանակում է, օրինակ, ես երազում եմ կառուցել նավթամուղ Իրանից դեպի Հայաստան։ Ունեմ նման երազանք։ Ուզում եմ կառուցել ջրատար Հայաստանից, այո, հիմա իսկապես ուզում եմ կառուցել ջրատար Հայաստանից դեպի Իրան։ Ուզում եմ իմ երկիրը դառնա տարանցիկ պետություն։ Ուզում եմ իմ երկրում 18 տարեկան տղաները բանակ չգնան։ Աստիճանական անցում կատարի պրոֆեսիոնալ բանակի, որ Շամշադինում, Նոյեմբերյանում, Հայաստանի սահմանամերձ այլ բնակավայրերում 35, 40, 50 տարեկան առողջ տղամարդիկ բան ու գործ չունելով Ռուսաստանում երջանկություն չփնտրեն այս ընտանիքներին թողեն, այլ մարդիկ վերապատրաստվեն, ոնց որ ամբողջ աշխարհում է գնան բանակ, որպես աշխատանք, ստանան վարձատրություն, այս տները պահեն։ Սա երազանքներ են սրանք։ Այսինքն, արդյոք սրանք օդից վերցրած են, իհարկե ոչ։ Ինչու՞, որտեվ ես վերջը այդքան տարի աշխատել եմ, չէ՞, ես ունեմ գիտելիքներ, փորձառություն, այդ համակարգերը ինձ համար ծանոթ են։ Բայց սրանք կյանքի կոչելու համար ի՞նչ է պետք։ Իշխանություն, իրական իշխանություն։ Ես կարող եմ ասել, գիտեք ինչ կա, բերեք այդ նավթատարը կառուցենք, իմ մի գործընկերը ասի, չէ, չպետք է կառուցենք, որտեվ դա ճիշտ չի կամ չի, ռեալ չի եւ այլն։ Այսինքն, այն ծրագրերը, որ մենք ունենք, դրանք բավականին իրատեսական են, բայց դա իրականացնելու համար, Սաթիկ ջան, անհրաժեշտ է իշխանություն, իրական իշխանություն, որոշումների ազդեցություն։ Ընդհանրապես թառամաս ծաղիկներ ոչ ոք չի սիրում։ Այսօր Հայաստանին էլ մրցունակ գաղափարներ են պետք, մրցունակ ծրագրեր, որ մենք հնարավոր լինի առաջ տանք։ Պիտի գաղափար լինի, որ թառամի կամ չթառամի, պարոն Բաղդասարյան, գաղափարները բազմաթիվ են։ Բոլորը հեսա քարոզարշավը արդեն սկսել է։ Արդեն տոները ավարտվեցին, սկսել է, բոլորը արդեն հեսա ասելու են։ Նույնիսկ ասենք մի տարի վարչապետ չեղած մարդը արդեն թվում է ամբողջ տնտեսությունը ժամանակին զարգացրել, այնպես որ հիմա լեց բաներ կլսենք։ Ձեզ էլ են կմբռնումով մոտենում, այնպես չի, պարոն Բաղդասարյան։ Դուք շատ քիչ ուժեր կարող եք ասել, որոնք այսօր այս երկրի մեջ 200 օրենք են հեղինակել։ Ամեն օրենք, Սաթիկ ջան, մեկի մատից մի փուշ է հանել։ Մի փոքրիկ խնդիր է լուծել։ Եվ այդ օրենքը այդ բոլոր քաղաքական ուժերը քվեարկել են, որ դարձել է օրենք։ Այսինքն դա կոլեկտիվ պտուղ է, բայց դրա նախաձեռնողները եղել ենք մենք, պայքարի ջադակովներ։ Ընտրությունից մի բան էլ հարցնեմ։ Հիմա այս ռեյտինգային իվազքը, մրցավազքը, որ սկսվել է, բոլոր քաղաքական ուժերին է սա վերաբերվում, ընդ որում նույնիսկ այն քաղաքական ուժերին, որոնք երբևէ չեն եղել պարլամենտում կամ ասենք իշխանության մաս չեն կազմել, էլի, բայց վազք է քիչ թե շատ հեղինակություն ունեցող մարդկանց որս է սկսվել։ Հիմա նույնը վերաբերվում է նաև ձեր կուսակցությանը, հայկական վերածնունդին, որ շատ ինտենսիվ մարզերում արդեն աշխատում եք ու հնարավորինս մի քիչ հեղինակություն ունեցող մարդուն
որսում եք։ Ինչով սա կարող է ավարտվել, էլի, այս մրցավազքը, որտեղ եւ քաղաքում, ասենք օրինակ ընտրատարածքներ կան, որ շատ թեժ պայքար է լինելու ու չգիտեմ, Աստված անի, բան չլինի, ծանր հետևանքներ ելքեր չունենա, մարզերում էլ դա խնդիր է, որտեղ առավել եւս մեկը մեկի բարեկամ են, չէ, այդ կապվածությունները, ինչ վիճակ է ձեզ մոտ։ Գիտեք, հեղինակությունը դա կապիտալ է, որ մարդը վաստակում է իր կյանքի ընթացքում։ Դրա համար է նաև ֆինանս է։ Ճիշտ է, ֆինանսը, բայց ես ասեմ, օրինակ հիմա շատ մարդիկ կան, որոնք ֆինանսներ չունեն, կամ օլիգարխներ չէ, բայց գնում են լավ էլ քվեներ են, կարող է անցնում են կամ չեն անցնում, բայց մարդը այսօր 1000 քվե, 2000 քվե հավաքելը դա շատ մեծ թիվ է, նման բայց օրինակ նույն մեծահարուստներին գրկելը դա կոնկրետ նշանակություն ունի, հիմա դուք եք, չէ՞։ Չէ, ես ասեմ, մենք արդեն իսկ կարելի ասել գրեթե ամբողջությամբ մեզ մոտ պատրաստ է, թե ովքեր են մասնակցելու, որ ընտրատարածքում ինչ տեխնացուներ են առաջադրելու Եվ այդ հեղինակությունը, որ մարդիկ, որ մենք ենթադրենք առաջարկում ենք կամ մեզ են առաջարկում տարբեր անհատներ գալ եւ առաջադրել, մենք դա ողջունում ենք։ Մենք ընդհանրապես ողջունում ենք յուրաքանչյուր այն մարդու, որ ուզում է պայքարել իր կյանքում ինչ-որ մի բան փոխելու համար։ Այս ընտրությունները նորից եմ կրկնում։ Տեսեք, հիմա դա շատ վատ բան է, ես ես այդ համաձայն եմ, երբ որ փող ունեցողներին, չգիտեմ, թաղային հեղինակություններին ներգրավում են տարբեր, ասում են, դե գիտեք, ինչ կա, սա այցավը տանեմ, սա սովորական դեպուտատի ընտրությունն է, ես ժողովրդի լեզվով եմ ասում, բայց ի վերջո այս քարոզարշավը մարդիկ հասկանում են, որ սա Հայաստանի իշխանության ձեռքում է։ Հայաստանում այլևս այլ ընտրություն 5 տարի չի լինելու։ Դե արդեն այդպես է տրամադրվում։ Եվ պետք է մարդկանց նաև տրամադրենք։ Ինչ վերաբերում է հեղինակավոր մարդկանց, մենք միշտ պատրաստ ենք համագործակցել կապիտալ ունեցող հեղինակության իմաստով ժողովրդի հետ աշխատող մարդկանց հետ եւ նրանց նաև ընդգրկել մեր ցուցակում։ Այսօր մեր մոտ այդ գործընթացը դուք ճիշտ եք նկատել, ակտիվ շարունակում է եւ մենք շատ հետաքրքիր նոր նաև դեմքերով ենք հանդես գալու, որտեղ ի վերջո այն կուսակցությունները հասարակական կազմակերպությունները, որոնք միավորվել են, չէ՞, մենք ստեղծել ենք միասին այս հայկան, դեռ հրաշալի մարդիկ կան, որոնք այդ մարդիկ նույնպես շատ լավ հնարավորություն նրանց առաջադրվելու եւ ապացուցելու իրենց մրցունակությունը։ Պարոն Բաղդասարյան, նոր կառավարություն 100 օրը լրացավ, օրերս տեղի ունեցավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հաշվետու ասուլիսը, ձեր կուսակցությունը դուք ինչպես եք գնահատում նախ այս կառավարության գործունեությունը եւ ինչ սպասելիքներ ունեք։ Գիտեք, որ կարճ ասեմ, կշտամբել չեմ ուզում, գովելու բան էլ շատ չկա։ Մոտավորապես մենք գտնում ենք, որ դուք լինեիք վարչապետ, ավելի շատ բան կարող էիք անել։ Եթե ես Հայաստանում ունեմ իրական իշխանություն, մենք կապրենք բոլորովին այլ երկրում, բոլորովին այլ իրական իշխանություն, նորից եմ կրկնում, իրական իշխանություն, բոլորովին այլ հնարավորություններ կստեղծվեն բոլորի համար, որտեվ ես ունեմ իմ մտածողությունը, իմ տեսլականը, ես ունեմ փորձառություն, ունեմ կապեր, ունեմ գիտելիքներ։ Ես դուք իմ մասին հարցրեցիք։ Գործող վարչապետը բավականին կիրթ ինտելիգենտ մարդ է, որին ես վերաբերվում եմ հարգանքով, բայց եթե դուք հարց եք տալիս կառավարության 100 օրը, գիտեք ինչ կա, մեր ամեն մի վարչապետ գալիս սկսում են նախորդին փնովել նախորդ կառավարության գործունեությունը։ Եթե հիշեք Տիգրան Սարգսյանը, որ նշանակվեց վարչապետ, այնպիսի դիագնոզ տվեց Հայաստանի տնտեսությանը, որ դա ուղղակի սահմռկեցուցիչ էր, որ ինչ սարսափելի վիճակում ենք մենք հայտնվում։ Անցավ 6-7 տարի, հիմա 10 տարի արդեն նորից նույն դիագնոզները։ Գիտեք, հասարակությունը դիագնոզի կարիք տնտեսության վիճակի չունի, որտեղ մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ մեր երկիրը ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակի է։ Նույնիսկ բժշկության մեջ պետք է դիագնոզը դնեն, որ բուժեն։ Ուրեմն դիագնոզը մեր տնտեսության վիճակի վաղուց դրված է։ Ես դրա համար ձեզ բերեցի օրինակ։ Դա ամենասուր դիագնոզը տվեց Տիգրան Սարգսյանը, այնուհետև Հովիկ Աբրահամյանը, այնուհետև Կարեն Կարապետյանը։ Դիագնոզը լավ է, բայց մարդիկ գործողություններ են ուզում։ Գիտեք ինչ կա, իսկապես խոսքերը ամենամեծ թմրամիջոցներն են, որ մարդկությունը օգտագործում է, բայց գործողությունները միշտ եւ արդյունքներն են, որ մարդկանց տալիս են հավատ, հույս։ Այսօր անցել է 100 օր եւ ասել թե շոշափելի մենք տեղաշարժեր ենք տեսնում մեր տնտեսության մեջ, իհարկե ոչ։ Ասել թե 100 օրում դա հնարավոր էր անել, իհարկե ոչ։ Բայց որ 100 օրում շատ բաներ հնարավոր անել, որ չի արվել մեր ամբողջ, դա նույնպես փաստ։ Օրինակները բազմաթիվ են, օրինակները խիստ կոնկրետ գործիքների, ծրագրերի իրականացման մեջ է, որը կարող է այս երկիրը տնտեսությունը առաջ տանել։ Հիմա ես չեմ կարող
Կարճ օրինակներ, ես ես կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել, որ ոլորտում ինչ է պետք անել, որ ոլորտում, որ բնագավառում։ Դա գիտեք ինչ կա, նաև այս իմաստով չափազանց կարևոր է, որ Հայաստանի բոլոր կառավարությունները այսուհետ, համենայն դեպս սահմանադրության այս մոդելի պայմաններում լինեն ոչ միայն սոսկ տեխնոկրատ կառավարություններ, այլ բացառապես քաղաքական կառավարություններ համեմված համապատասխան պրոֆեսիոնալ գիտելիքներով։ Մենք այսօր պետք է խոսենք քաղաքական պատասխանատվության մասին, հատկապես սահմանադրության այս մոդելի պայմաններում։ Ես կարող եմ ընդհանրապես իսկապես սրտանց հաջողություն մաղթել այս կառավարությանը, որպեսզի նրանք կարողանան իրենց հռչակած նպատակները կյանքի կոչել։ Բայց սպասելիքներ չունեք, ուզում եք ասեք։ Դե հիմա գիտեք, նախ պետք է իրականության մեջ գիտակցենք այնպես ճշմարտությունը, որ առաջիկայում երկրում մեկնարկում են ընտրություններ եւ նորից եմ կրկնում Հայաստանում շատ բան པարզ կլինի առաջիկա համապետական ընտրություններից հետո։ Ես ուղղակի ուզում եմ հայտնել իմ մտահոգությունը, որ այսօր մենք 6 միլիարդ դոլարից ավելի արտաքին պարտք ունենք, յուրաքանչյուր ամիս մեր արտաքին պարտքը, այս ամիսը անցնում է 100 միլիոն դոլարով ավելանում է, մի հատ էլ փետրվարին ավելանում, ամեն ամիս։ Եվ այդ արտաքին պարտքերի սարսափելի բեռը, որ կա մեր ազգի ու հասարակության վրա, ապրանքների գների թանկացումները, որ մենք նկատում ենք, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը եւ ներմուծումը 30%-ով նվազել է, որը խոսում է երկու բանի մասին։ Ա. Մարդիկ կամ փող չունեն, բ. Ուտող բերանն է պակասել, որտեղ արտագաղթի ծավալները մեզ մտահոգում են։ Մեր համախառն ներքին պարտքը 9.5 միլիարդ դոլար է հասնում, որը ծավալները մեծացել են միայն իշխանությունների գործունեության պատճառով, թե նաեւ 90%-ն է դարձնում մեր արդեն արտաքին մեր միացյալ պարտքը, այդ թվում մեր համախառն ազգային պարտքը։ Ինչ վերաբերում է արտագաղթի միայն իշխանություններն են մեղավոր։ Այո, նախ եւ առաջ իշխանություններն են մեղավոր եւ նաեւ մեր հասարակությունում այո, ձևավորված այդ մթնոլորտն է։ Այդ վատ մթնոլորտը նույնպես նպաստում է հույսի հավատի արտագաղթին, կորստին։ Ես այն թեզի ու պնդման կողմնակիցն եմ, որ մեր հասարակությունը, մեր երկիրը արդարության կարիք ունի, օրենքի ու արդարության ավելի շատ, որովհետև եթե օրենքը չի գործում, զոռբայությունն է գործում, եթե արդարություն չկա, անարդարությունն է գլուխ բարձրացնում, բայց սրանք ֆունդամենտալ ռեֆորմներ են, փոփոխություններ են, որ պետքա տեղ ունենան, եւ տա Աստված, որ այս ընտրությունների արդյունքում այդ փոփոխությունները տեղ ունենան։ Պարոն Բաղդասարյան, նախընտրական շրջանում գրեթե բոլոր ուժերը խոսելու են, թե սոցիալական խնդիրները, տնտեսական խնդիրները շատ ավելի առաջնային են մեր հասարակության համար, բայց չափազանց կարևոր է արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Ձեր դեպքում որոշները իհարկե խուսափելու են նաև ընդգծված, այսպես արդեն նկատվում է ժամանակին, եթե շատ արևմտամետ էին երևում, հիմա այսպես լղոզվում է, ասում են Հայաստանամետ ենք եւ այլն եւ այլն։ Դուք էլ ժամանակին շատ ընդգծված արևմտամետ էիք, ընկալվում, հետո սակայն փոփոխվեց այդ կարծիքը, ավելի շատ ընդգծված արդեն ռուսամետ էին ձեզ դիտարկում։ Եվ ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել եք, որ եթե մենք ուզում ենք ունենալ մարդու իրավունքների պաշտպանված համակարգ անկախ դատական համարք, Եվրասիական տնտեսական միությունը հաստատ այն տիրույթ է, չէ, որը մեզ կարող է օգտակար լինել, հա։ Այնուամենայնիվ դա ասելուց հետո այդպես ձեր քաղաքական ուժը խիստ չպայքար չմղեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցում։ Հիմա, երբ որ դուք բավարար ձայներ ունենաք հասարակության կողմից, դուք կփոխեք Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը, թե ոչ, մասնավորապես, երբ որ նշվում է, ասենք, Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցն են որոշները քննարկում եւ այլն եւ այլն, կփոխեք թե ոչ։ Նախ դուք ցիտեցիք իմ հարցազրույցից Եվրասիական տնտեսական միության մի հատվածը, դրա շարունակությունը խոսում էր Եվրասիական տնտեսական միության առավելությունների մասին։ Ես ընդհանրապես ասեմ, հասկացված լինելը մեծագույն երջանկություն է։ Ես որպես քաղաքական գործիչ, ես որպես քաղաքական միշտ չի որ հասկացված եմ եղել եւ իսկապես ուզում եմ որ հասկացված լինեմ։ Ավելի շատ հասկացված լինեմ։ Սա որտեվ ընդհանրապես կյանքում, ընտանիքում, ընկերության մեջ, բոլոր տեղ քաղաքական թիմում, քաղաքական գործի համար պայքարում հասկացված լինելը իսկապես երջանկություն է։ Եվ ես ուզում եմ հասկացված, որ ես երբեք ընդգծված ոչ արևմտամետ եմ եղել, ոչ ռուսամետ եմ եղել։ Երբեք։ Հասկանում եք, ես հիմա էլ եմ պնդում, որ Եվրասիական տնտեսական միությունը հաստատ մեզ չի օգնելու, որ մենք ունենանք ավելի արդար դատական համակարգ, ավելի ազատ ու անկախ ժողովրդավարական արժեքներ, որտեղ դա մեզ պետք է տա ուրիշ քաղաքակրթություն։ Բայց հաստատ արևմուտքը մեզ չի կարող, գիտեք ինչ կա, դառնալ այսօր Հայաստանի համար օդի ջրի պես անհրաժեշտ,
անվտանգության ապահովման բաղկացուցիչը երաշխավորել։ Մեր տնտեսության հիմնական մասը արտահանման ուղղվածությունը դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Նայեք արտահանման պարզագույն թվերը։ Այսինքն մենք չպետք է գնանք աշխարհի ուժային կենտրոնների հետ համադրության, պետք է գրանք համադրության, այլ ոչ թե հակադրության։ Հասկանում մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք եւ Միացյալ Նահանգների հետ, որը 1.5 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։ Մենք սա պետք է ընդունենք։ Մենք պետք է հասկանանք, որ մենք որպես պետություն չենք կարող չլինել այլ պետությունների ազդեցության տակ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անենք դա մեր ազգային ինքնիշխանության հաշվին։ Մենք դա պետք է անենք ազնիվ գործընկերային հարաբերությունների միջոցով Ռուսաստանի հետ ազնիվ գործընկերային հարաբերություններ են։ Ուրեմն ասեմ, Ռուսաստանի հետ, այո, մենք պետք է ձգտենք մեր գործընկերային հարաբերությունները ել ավելի խորացնել։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ հիշեք մի պարզ բան, այսօր 3 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում։ Եթե Հայաստանի իշխանությունը որևիցե իշխանություն ունենա վատ հարաբերություններ նույն Ռուսաստանի հետ, դա նշանակում է 3 միլիոն հայերի համար հազարավոր խնդիրների ստեղծում Ռուսաստանի տարածքում։ Երկրորդ, Ռուսաստանը մեր բնական դաշնակիցն է։ Այսօր Ռուսաստանը միակ պետությունն է, որի հետ Հայաստանը ունի պայմանագիր, միջպետական, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգի դեպքում ստանձնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության զինվորների հետ։ Դրա համար, երբ որ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են լինում, ուրեմն գիտեք ինչ կա, ամեն մի կրակոց ամեն մի կրակոց չպետք է դառնա ուրեմն Ռուսաստանի կողմից հարձակման այլ պետության դեմ։ Հիշեք եւ երկրորդ կարևոր կանոնը արտաքին ագրեսիայի դեպքում Սաթիկ ջան, արտաքին ագրեսիայի դեպքում նման որոշում կարող է կայացնել միայն Հայաստանի իշխանությունը, այսինքն որ մեր ազգային ժողովը նախագահի առաջարկությամբ կընդունի որոշում կդիմի Ռուսաստանի Դաշնությանը, կասի Ռուսաստանի Դաշնություն, իմ պետության վրա կա հարձակում այլ պետության կողմից, այդ դեպքում Ռուսաստանը պարտավոր է դա աջակցել։ Բայց Խավլիցի մեր եղան սադրանքներ, մեր զինված ուժերը տվեցին արժանի պատասխան։ Ղարաբաղի ադրբեջանական սահմանը չեմ ասում, ես խոսում եմ հայ-ադրբեջանական սահմանը։ Ես էլ եմ խոսում հայ-ադրբեջանական։ Ուրեմն դուք ուզում եք, որ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնի Հայաստանի անվտանգության ապահովումը։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ազգային ժողովը ընդունի համապատասխան իրավական ակտ եւ դիմի Ռուսաստանի Դաշնությանը, ասելով, որ մեր երկրում պատերազմ է։ Այդ դեպքում մենք միջազգային իրավունքի ուժով մեր դաշնակից պետությունը կպաշտպանի Հայաստանի զինված ուժերի հետ մեր անվտանգությունը։ Իսկ սահմանային միջադեպերը դրա համար էլ շատ կարևոր է, որպեսզի մենք մշտապես հասկանալով, որ գտնում ենք պատերազմական վիճակում, մեր զինված ուժերը մշտապես արձիականացվեն, գտնվեն մարտունակության վիճակում, մենք զինվորին աչքի լույսի պես նայենք, մեր բանակին աչքի լույսի պես պահենք, զինվորական ռազմական ենթակառուցվածքները անընդհատ հզորացնենք, ռեսուրսներ ու ֆինանսներ ծախսենք արձիականացնելու մեր բանակը եւ որ ամենակարևորն է Հայաստանում զարգ տանք ռազմական արդյունաբերությանը։ Ասում եք դուք ինչ կանեիք։ Այսօր Ռուսաստանն ու Հնդկաստանը կնքել են պայմանագիր 30 միլիարդ դոլարի զենքի արտահանման մասին։ Տեղեկատվության բաց աղբյուրների վիճակագրությունը եւ վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց որոշ մասը այնպիսի սարքավորումն է, որ մենք հանգիստ կարող ենք առաջարկել արտադրել Հայաստանում։ Եվ սա ասում եմ մի մարդ ես, այսինքն որ վերջը այդքան տարի աշխատել եմ, ես պատահական բան չեմ ասում։ Պարոն Բաղդասարյան, դուք ինքներդ ձեզ հակասում եք, հա, ոնց պիտի Վարնը, եթե դուք ասում եք Եվրասիական տնտեսական միությունը չի կարող տալ մարդու իրավունքների, արդար դատական համակարգի եւ այլն, այս ամբողջ արժեքային սպեկտրը չի կարող բավարարել, այդ ոնց պիտի տնտեսությունը զարգանա։ Եթե ներդրում կատարողը ինքը առաջի խնդիր, արդար դատական համակարգ, պաշտպանվածություն, որպես իրավաբան եմ նաեւ հարցնում։ Այդ ոնց պիտի այսինքն լինել այնտեղ, հա, ու բոլորովին սխալ օրինակ է Հնդկաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը։ Ես բերեցի կոնկրետ ասում եմ ռազմական արդյունաբերության զարգացման օրինակը, բերեցի ռուս-հնդկական համագործակցություն։ Հիմա ինչ վերաբերում է այդ տարբեր արժեքներին։ Ես Հայաստանում ստեղծել եմ ֆրանսիական համալսարան։ Եվ հիմնադրել եմ, որպես նախաձեռնել եմ Եվրոպական ակադեմիան։ Շուտով իր դռները կբացի Հապկի եւ Երազեսի ակադեմիան։ Ուրեմն պետք չի դնել հակադրության մեջ։ Գիտեք, մի
մի ուժային կենտրոն, մի միջավայր, կարող եմ ստալ արժեքների մի փաթեթ։ Կներեք, եթե տրամաբանությունս հանեմ, չեմ դնի հակադրության մեջ, բա։ Իսկ դու կարող եք բերել մի օրինակ, մի երկիր, որը հակադրության տիրույթում գտնվելով շահել է։ Մենք փոքր երկիր ենք, բայց մենք ամբիցիաներ պետք է ունենանք։ Այսօր ենթադրենք Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները լարված էին վերջի շրջանում շատ ավելի շատ քան թե հիմա։ Սա ինչ է նշանակում։ Մենք որ չպետք է Իրանի հետ գործակցենք։ Մենք Իրանի հետ շատ սերտ գործակցենք, նաև գործակցենք Միացյալ Նահանգներ։ Իմ փիլիսոփայությունը ընդհանրապես ես քաղաքականության մեջ էլ մերժում եմ ծայրահեղականությունը։ Կյանքում էլ եմ մերժում ծայրահեղությունը։ Ծայրահեղությունը ծանր հիվանդություն է։ Բալանսավորված հավասարակշիռ կեցվածքն է։ Տեսեք, քաղաքականության մեջ էլ հաջողության է։ Մարդը ասում է, ամեն ինչի գնով պատրաստ եմ, ես ամեն ինչի գնով ամեն ինչ չեմ ուզում։ Հասկանում եք։ Ես ներկայացնում գաղափար, ծրագիր, մոտեցում, տեսակ, կհավատան մարդիկ, կվստահեն, շնորհակալ կնեմ, կգնամ, կծառայեմ, կանեմ, չէ, կվստահեն այսքան կանենք։ Նույնը ընդհանրապես կյանքում է։ Արտաքին քաղաքականության մեջ մեր հիմնական լեյտմոտիվը պետք է լինի նախաձեռնողական արտաքին քաղաքականություն։ Իրանը հնարավորությունների հսկայական պատուհան է Հայաստանի համար, Վրաստանը, Եվրոպական միությունը, Ռուսաստանի Դաշնությունը, նույն Եվրասիական շուկան։ Մենք պետք է ակտիվ աշխատենք, մենք պետք է նախաձեռնողական քաղաքականություն իրականացնենք։ Ձեզ ինչ է թվում Փարիզում կամ Վաշինգտոնում, Մոսկվայում նստած առողջից իրիկուն Հայաստանի դառնու ցավի մասին եք մտածում։ Մենք պետք է մեր խնդիրները, մենք պետք է մրցունակ գաղափարներ ու ծրագրեր առաջարկենք։ Մենք պետք է կարողանանք մեր երկիրը առաջ տանենք, որ մեր դաշնակիցները մեզ աջակցեն։ Եվ մենք այստեղ ավարտելով ուզում եմ ասենք, ունենք հզոր դաշնակից։ Դա հայկական ազդեցիկ սփյուռքն է, որը մեզ համար հնարավորության պատուհան է ցանկացած երկրի քաղաքական իշխանություն։ Վերցնենք Միացյալ Նահանգները, վերցնենք Կանադան, վերցնենք նույն Ռուսաստանը, աշխարհի որից է երկրում այսօր հզոր հայկական համայնք կա։ Իսկ Հայաստանը Սփյուռքի հետ միասին բոլորովին այլ քաշային կատեգորիայի պետություն է։ Բայց եթե մենք ուզում ենք մեր երկրում անկախ դատական համակարգ, նախ մենք ինքներս պետք է ուզենանք։ Մեր երկրում իշխանությունը պետք է թելադրի խաղի այնպիսի կանոններ, որ այդ արդարության հոտ գա այդ կանոններից։ Ոչ թե մարդիկ լինեն, որոնք ելնեն երկրի օրենքների շալակը մնան անպատիժ, ոչ թե փող ունեցող մարդու համար օրենքը մի բան ասի, չունեցողի համար մի բան, այլ իսկապես արդարություն լինի ու ազատություն։ Սրանք կարևոր արժեքներ են։ Եվ արտաքին աշխարհում մենք այս արժեքները պետք է համադրենք բալանսավորված եւ համագործակցային քաղաքականության միջոցով։ Հաջողություն ձեր ծրագրերին, ընտրություններում եւ ոչ միայն Աստվածանի որևէ բախում չլինի խաղաղանցնեն։ Հարգելի հեռուստադիտող, բացեք հոգիները, սրտերը եւ այլ մտքերը, գաղափարները, ինչպես ասեց պարոն Բաղդասարյանը, իրենք պատրաստվում են ձեր հոգիներում հեղափոխություն անել։ Բարի գիշեր, կհանդիպենք։ Մենք առաջարկում ենք, որ իրենց հոգիներում մտքերում ու գաղափարներում կատարեն հեղափոխություն։ Մենք էլ մտածեցինք դուք եք անել։ Հավատան իրենց ներսին ուժին։ Հիմա դու կարող ես այնպես անել, որ առավոտ 8-ին լույսը չբացվի կամ երեկոյան 8-ին չմտնի։ Այնպես էլ ապրիլի 2-ին Հայաստանում լինելու են ընտրություններ, իշխանության վիճարկման գործընթաց։ Ես ուզում եմ, որ մարդիկ հավատան, որ իրենց քվեն ինչ-որ բան արժե, որ իրանք պետքա պայքարեն եւ իրենց քվեով, ում հավատում են, ում վստահում են, նրանց ձայն տան, որ այս երկրում մի բան փոխվի, ոչ թե դառնան գաղթական, օտարական, անընդհատ բողոքեն իրենց ծանր վիճակից, այլ համարձակվեն պորտկում կատարելու դեպի լուսավորն ու գեղեցիկ։ Ամեն ինչ ասեց։ Բարի գիշեր, կհանդիպենք հաջորդ կիրակի։